Բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, բարի լույս սիրելի հայրենակիցներ, Կենտրոն հեռուստաընկերության ուղիղ եթերում մենք մեր աշխատանքը սկսեցինք, միացրեք մեզ, քանի որ հետաքրքիր եւ բովանդակալից եթերը լինելու բլոգա, չէ՞, ինչ որ հիմա մենք անում ենք, սա առանձին բլոգ չէ, մեր էջն է, ես իմ Անուշ Հայաստանի, որտեղ քանի որ մենք շատ ենք անդրադառնում, բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, շատ ենք անդրադառնում խնդիրներին եւ իրականում մենք փորձում ենք այդ խնդիրներին ավելի, չգիտեմ, ոչ թե սեփական տեսանկյունից հայացքը ցուցաբերել, այլ մի քիչ փորձենք ավելի լայն լինել, որովհետև ես վստահ եմ, որ այս տարիների ընթացքում արդեն համոզվել եք, որ ոչ ես, ոչ Դավիթը մենք չունենք քաղաքական ինչ որ տենց պատկանելություն, հա, ոչ էլ ունեցել ենք երբևէ, ոչ որևէ կուսակցական ենք եղել, ոչ էլ կլինենք։ Ոչ էլ դա մեզ հետաքրքիր է։ Ոչ էլ դա մեզ հետաքրքիր է, այո։ Մեր երկիրը, մեր քաղաքը, բոլոր քաղաքները, մեզ հետաքրքիր է այն ինչ որ կատարվում են իրադարձությունները, որ կատարվում են մեր հանրապետությունում, սկսած արտաքին մարտահրավերների հետ կապված ու ներքին այս խայտառակ վիճակի հետ կապված։ Այո, մենք փորձում ենք այնպես անել, որ հարցերը իրենց լուծումները ստանան, մենք ունենք համապատասխան հարթակ դրա համար, այնպես է ստացվել, որ մենք հաղորդավար ենք եւ երևի թե եզակի հարթակներից մեկը, որ մենք ունենք, դա ուղիղ եթերն է եւ ես շատ ուրախ եմ, որ այդ հնարավորությունը մենք ունենք, կարողանում ենք մեր ընկերների, մեր հայրենակիցների հետ հաղորդակցվել, շփվել եւ նորից եմ ասում, այն ինչ որ հիմա մենք խոսում ենք, մենք փորձում ենք օբյեկտիվ վիճակը պահել, սուբյեկտիվ կարծիքի մասին չի խոսքը։ Միանշանակ եւ հետեւաբար, գիտեք, եթե չլիներ այս հարթակը, վստահ եմ, որ մենք գուցե մեր էջերում պիտի խոսեինք այս մասին, բայց քանի որ իրականում ես ինչպես հասկանում եմ, եթե գրեհկություն կամ սեփական կյանքից որևէ նյութ չի այնտեղ տեղադրված, առանձնապես որևէ հետաքրքրություն չի ունենում հանրության կողմից, եւ քանի որ մեր հեռուստադիտողները նրանք ովքեր ամեն դեպքում արտահայտում են իրենց կարծիքը չեն ալարում, մոտենում են կամ գրում են, ես հասկացել եմ, որ գաղափարակից են մեզ, որովհետև մենք խոսում ենք մեր Անուշ Հայաստանի մասին։ Եվ փորձում ենք իրականում, այսինքն այս հարթակը ստեղծվեց նրա համար, որ հնարավորինս անցած անգամ էլ երբ առիթ ունեցա այստեղից խոսելու, ասացի, որ ուզում եմ պարզապես ավելի հարգանքով վերաբերվել այն թեմային, որի մասին մենք անընդհատ Դավիթի հետ առիթ ենք ունենում խոսելու, եւ առանձին էջի վերածել, որը հետո նաեւ գուցե ինտերնետ հարթակում ձեզ համար առանձին դիտարկման առիթ կլինի։ Հիմա եթե մենք խոսենք երեք էլի տեղի ունեցած թոհուբոհից, ծառերի հատման եւ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների արձագանքի, հետաքրքիր մի արտահայտություն հնչեց մի կնոջ կողմից, որին լավ չեմ ճանաչում, բավական ագրեսիվ եւ բնութագրումներ չտամ, ուրիշ ձևով արտահայտվեց, ինչ որ չեխական ռուսաֆիկացված Քրիստինե Վարդանյաններ են, չգիտեմ ինչ։ Ես հիմա այդ մասին խոսում եմ եւ բարձրաձայնում եմ, ուզում եմ իմանալ ով է ինձ չեխական ռուսաֆիկացված համարելու։ Նախ եկեք սկսենք նրանից, Դավիթը բազմիցս խոսել է այդ մասին, դեռ երևի թե 2 տարի առաջ ենք այդ մասին խոսել։ Այդ մարդիկ երբ որ եկել էին Հայաստան, մաքրում էին մեր Հայաստանը։ Տարբեր եկեղեցիների հարակից տարածքներ էին մաքրում եւ ցույց էին տալիս, քանի պարկ աղբ են հավաքում մեր թափած։ Երևանյան լիճն էին մաքրում, որովհետև իրենք եկել էին ենթադրենք ավելի մեծ երևի, հա, քաղաքից, եւ այս Անուշ Հայաստանի երևի գինն էլ, էներգիան էլ, արժեքն էլ շատ լավ հասկանում էին, որովհետև մենք էլ երբ մեկնում ենք ինչ-որ X երկիր, շատ լավ կարողանում ենք գնահատել, հա, վերաբերմունքը այդ երկրի հանդեպ։ Սիրուն էր, սիրուն չէր, մեծ էր, փոքր էր, քաղաքացիները սիրում էին այդ քաղաքը, չէին սիրում, նորմալ է։ Հիմա ես եկեք մի բան ասեմ, երբ որ ասում են ռուսն ինչ գործ ունի, եկել է կանգնել է մեր ծառերից է խոսում։ Նայեք, եթե դուք գնաք որևէ տեղ վարձով ապրելու, օրինակ ձերը չի, ու գնում եք վարձով եք ապրում տարիներ ի վեր։ Ինչ եք անում, ջարդում փշրում եք այդ տունը, տենց աղտոտում եք, մեջը նստում եք, որովհետև ձերը չի, այ հենց ձերը կունենաք կմաքրեք, այսինքն ես մոտավորապես այդ տիկնոջ ձևակերպումը այսպես եմ հասկանում։ Մարդը եկել է, գուցե արդեն 3 տարի է այստեղ է ապրում, հայտնի իրադարձություններից ելնելով։ Ինքը ապրում է այստեղ եւ որոշել է պատասխանատվություն ստանձնել, չալարել, գնալ մաքրել։ Եվ այնպես չի, որ չի մաքրում է, պարկերով է այդ աղբը հանում։ Հիմա այսինքն եթե դու հանկարծ ունեն ստացվի, որ գնաս վարձով ապրես, վերջ, ամբողջ արցախցի մեր հայրենակիցները վարձով են այստեղ չէ ապրում։ Դե ինչ։
իրենք հանկարծ որևէ բանի մասին չխոսեն, իրենք այնտեղից են եկել, թող գնան այնտեղի ծառերի հատման մասին խոսեն։ Երկրորդ տարբերակն էլ կա, այսինքն երբ որ մաքրում են քաղաքը, մենք բոլորս ես ինձ էլ եմ ասում ենք շնորհակալություն ապրեք, ես ինչ լավ գործ եք անում, իհարկե չենք ամաչում, գլուխներս չենք կախում, որովհետև այդտեղ մենք պետք է ամաչենք, բայց երբ որ իրանք ասում են, բայց ծառերն չեք հատում, որովհետև ես չեմ կարող շնչեմ։ Նենց է ստացվում, որ ես շնչում եմ այստեղ, չեմ կարող շնչեմ։ Մենք ասում ենք դու ինչ գործ ունես մեր ներքաղաքական վիճակի հետ կամ դու ինչ գործ ունես ակցիա անելու հետ, այն մարդը չի գալիս ասում, այս կառավարությանը հանենք, այն մեկին դնենք, որ ասենք, բայց դու ինչ իրավունք ունես, դու Հայաստանի Հանրապետության քաղաքացի ես, թե չէ։ Այն մարդը ասում է, եկեք ծառերը չկտրենք։ Կամ ծառերի թեմա, որ խոսեցինք, ուր այն 10 միլիոն ծառը, որ մենք պետք է տնկենք Հայաստանի Հանրապետությունում, ես էլ ձեզ հետ միասին։ Ուզում եմ հասկանամ, մենք ինչի չենք ծառերը տնկում։ Լավ, ասենք բուսաբանական այգին չեն քանդում, օրինակ, այնտեղի ծառերը չեն հատում են մի տեղի ծառեր, որը որ, չգիտեմ, անձնական տարածք է կամ անձնական չի, պետական տարածք է, ծառեր են հատում։ Ես չեմ ուզում ծառեր հատվեն, ես ուզում եմ ամեն մի ծառի համար պատասխան տան, թե այդ ծառը ինչի համար է կտրվում, որովհետև նորից եմ ասում, ոչ ես, ոչ իմ որդին, ոչ իմ ընտանիքի անդամները, ոչ իմ հայրենակիցները այս երկրում մարդիկ չեն կարողանում շնչել։ Բոլոր այն մարդիկ, ովքեր որ երկար ժամանակ արդեն Երևանից դուրս չեն եկել, ես պետք է խնդրեմ դուրս գաք, մի քանի ժամով, մի 7-8 ժամով դուրս գաք ու դուք ձեր օրգանիզմի վրա կզգաք, թե ինչ է նշանակում Երևանում շնչել եւ Երևանից դուրս շնչել։ Հիմա խոսքը դրա մասին է գնում։ Սա քաղաքականություն չի, սա, չգիտեմ, կողմնապահություն չի, սա ինչ-որ մեկի կողմը բռնել չի, սա ուղղակի խոսքը նրա մասին է գնում, որ ես ուզում եմ շնչել։ Ես չեմ ուզում աղբը այրվի Սովետաշենում, ես ուզում եմ աղբամշակման գործարան լինի Հայաստանի Հանրապետությունում, որտեղ որ այդ աղբը կվերամշակեն եւ ինչ-որ մի բան կստանան եւ չի այրվի եւ այդ ամբողջ օդը չի գա Երևան քաղաքի վրա։ Ես չեմ ուզում, որ մեր քաղաքի այգիները վերածվեն, չգիտեմ, շենքերի, ինչ-որ անհասկանալի, բնակելի ինչ-որ տարածքների, որտեղ որ շինարարության ընթացքում չի փակվում կամ չի ջրվում, որ այդ փոշին քաղաքի վրա չնստի, որովհետև իմ առողջությունը արդեն փչացել է։ Ես ուզում եմ ապրել։ Դրա մասին է խոսքը, որ մենք ուզում ենք ապրել, մենք ուզում ենք շնչել։ Չենք խոսում այս բային թանկացումներից, չենք խոսում, չգիտեմ, արտակի խայտարակ վիճակից, քաղաքական առումով, չենք խոսում վտանգներից, չենք խոսում պատերազմի վտանգից, մենք խոսում ենք հələ որ ծառը հատելուց։ Այստեղ էլ է թուրքը մեղավոր։ Թուրքն է կտրում մեր ծառերը։ Չնայած կարող է։ Հենց այդ կարող է թուրքն է։ Հիմա եթե այստեղ իմիջիալոց այս տիկնոջ մասին մեկնաբանությունները չասեմ ինչեր է գրված եւ վիրավորանքները չկարդալով հանդերձ ասեմ, որ շատ լավ են օրինակ ասում, էլ ատելության խոսքը ոնց է լինում, եթե ոչ այսպես, շատ ճիշտ է ասում։ Բայց եկեք հասկանանք հետեւյալը, եթե այս կինը համարում է, որ չեխական ռուսաֆիկացված, չգիտեմ ինչեր, տենց ինքը որոշել է, որ Հայաստանը միայն համաձայն է։ Բայց Իրաստանը չեխական արձագանքել եք դե գիտես Եթե դրված է իհարկե, որովհետև եթե կինը գոնե բանը սերունի սպասքի հանդեպ, ահագին լավ բանի մասին է խոսում իր մասին։ Եկեք հասկանանք հետևյալը, հիմա այս կինը չի հոխորտացել այսենց, այս ագրեսիվ տենց մի տեսակ այդ խոսույթով, չէր հոխորտում են ժամանակ, երբ որ ադրբեջանցիները, չնայած իրենք ձևակերպեցին Պարսկաստանից, բայց Պարսկաստանի ադրբեջանցիները մեր հրապարակում երկում պարում էին, ասում էին Ղարաբաղ չգիտեմ ինչ։ Բա ինչի չվերկացաք այդպես ասեիք, այդ ովքեր են տենց եկել են մեր երկրում խոսում են, այդ մեկ։ Այդ որ հիմա հնդիկները տենց արդեն որոշող են դարձել, չգիտեմ, ինչ են անում այստեղ։ Ինչի՞ չեք վերկացել, այստեղ օրինակ ասում օրինակ գողություններ են անում։ Այո, հնդիկներին ճանապարհեք թող գնան, կտեսնեք ինչքան բան կա, գործ կա հայրենակիցների, մեր հայերի համար անելու։ Այդ երբ պետք է տենց այդ ռասիստական տարբերությունը գիտեք որն է, այսինքն դուք ռուսի այստեղ քաղաքը մաքրելու եւ մի հատեք ծառերը խնդրի հետ համաձայն չեք, բայց թուրքերի, ադրբեջաների այդ դրանց հրապարակում երգելու, մեզ ծաղրելու հետ համաձայն եք։ Որ ադրբեջանցին, իբր բլոգեր, Հայաստանը տենց Երևանի փողոցներով շրջում է, նկարում է, խոսում է իր լեզվով եւ գցում է համացանց, սրա հետ տենց խնդիր չունեք, հա։ Բայց որ ռուսները կանգնում են, ասում են, դե գիտեք ինչ կա, մի հատեք կամ ինչ-որ բան են խոսում, այստեղ իմիջիալոց բավական քաղաքակիրթ։ Հարցը այդ չի, մենք էլ ենք խոսում, դուք մեզ էլ եք վիրավորում։
Հիմա ուզում եք ես ինչ որ բան կանգնեմ այդտեղ խոսեմ, վեր ես կենալու այդ կնոջ անունը ինչ է, չեմ իմանում։ Վեր եք կենալու տենց որ ավել պակաս ձևակերպումներ անեք։ Մեզ դες նախքին դարձնեք, չգիտեմ, ապագայից դարձնեք, չգիտեմ, ինչ որ ձևակերպումներ տակ մեր անձի մասին, ինչ որ ֆեյքեր շպրտեք մեր հետևից։ Այն օրը բանը մի հատ նյութ է մեր մասին, չգիտեմ, նայում եմ մեկնաբանությունները, բոլորը տենց մեր հայ ազգին սարքեցին թուրք, դուք որ Նիկոլին չեք ուզում թուրք եք, բոլորը թուրք եք, դուք պիտի մեռնեք, վառվեք, ինչ որ տես բաներ ա գրված։ Շատ ու շատ մտնում եմ հատ-հատ էջերը, մի նորմալ, ադեկվատ էջ չեմ գտնում։ Բայց օրինակ մեր Հայաստանի Հանրապետության վարչապետը պարոն Փաշինյանը վաղուց արդեն այդ մասային ասել է, որ թուրքը դա վիրավորական բառ չի։ Կարող եմ ես կոմպլիմենտ են անում։ Հա, կարող է։ Պաշտոնական մակարդակով ասվել է նման բան։ Որովհետև օրինակ Թուրքիայում երբ որ ասում ես հայ այդ իրանց համար լուրջ վիրավորանք է, եւ իրենք շարունակում են ասել, որ չեմ ուզում այդ մեկնաբանությունն անեմ, այն օրը մի բան նկատեցի էլի իրենց մոտ, դու պիտի տեսնես ոնց էին իրենք ձևակերպում այս տեսակ խնդիրները։ Ասում է հողի համար, որի համար երդվում եմ քեզ, այդ իրենց ֆիլմում է ներգրաված։ Այն հողը, որի համար մեր պապերը, այդ հələ փոքր մակարդակով է ասում, էլ հենց անմիջապես հենց պապերի մասին է խոսում, ոչ թե տենց տոհմական։ Արյուն են թափել, ուրեմն իմացիր, արյունով էլ պիտի պահվի մինչև վերջ, եւ դա ասում է կինը, տղամարդուն։ Մենք այստեղ նստած, իրենք այդ քարոզը դեռ անում են, իրենց ազգին, հասկանում եք։ Իրենք այդ քարոզը իրենց ազգին անում են, որ այն հողը, որի համար արյունով վճարել ենք, պիտի արյունով էլ շարունակենք պահել, դա ուրիշ ձև չունի։ Մենք այստեղ ասում ենք, մենք խաղաղություն ենք, դուք խաղաղություն եք ուզում, այն մարդը հենց հիմա ասում է, դա արյունով են պահում եւ մինչեւ վերջ են պահում։ Չէ, ես եմ խաղաղություն ուզում, անկեղծ եմ ասում, ես եմ խաղաղություն ուզում, բայց ում հետ որ խաղաղություն եմ ուզում, ինքը չի ուզում։ Չեն քարոզում իրենց ազգին։ Այդ խաղաղություն իհարկե ժողովուրդը միշտ է ուզում խաղաղություն, որովհետեւ ոչ մեկ իր երեխուն չի ուզում տանի տա այո, բայց դիմացին է ում հետ որ դու խաղաղություն ես քննարկում, չի ուզում խաղաղություն։ Պրոբլեմը սա է։ Ու սա պրոբլեմ է։ Չէ, ինձ համար պրոբլեմը հետեւյալն է։ Երբ որ տենց երկրի մասին մտածող եք եւ դուք համարում եք, որ ռուս իրավունք չունի այստեղ կարծիք հայտնելու, համաձայն եմ։ Չունի։ Իսկապես համաձայն եմ։ Թող էս ազգի համար հայը կանգնի նախ, բայց այդ ո՞նց եղավ, որ տիկին ձեզ չանհանգստացրեց օրինակ Թուրքի հրապարակում մեզ ձեռ առնելը, բայց ռուսի ծառի մասին պատմությունները ձեզ անհանգստացրեց։ Այդ ո՞նց է ստացվում։ Եթե դուք իրավունք ունեք բարձրաձայնելու ինչ որ հարց, հիմա ես ձեզ հարցնում եմ, որպես հայ, հուսամ, որ դուք հայ եք, ինչու չէիք հոխորտում, երբ որ ադրբեջանցիները մեր մասին այդքան վատ ձևակերպամբ մեր հրապարակում կանգնած, հլը ընդհակառակ երխեշ մարդուն տարակ բռնեցիք, ինչա թե կիսվել էր այդ նյութով։ Իրարամերձ չի ժողովուրդ էս իրականությունը, որ մենք թույլ ենք տալիս, որ այն էլ կինը այս տեսակ ձևակերպում անի։ Այսինքն այդ մարդը գալիս է այստեղ մաքր։ Դե ուրեմն եկեք հասկանանք հետեւյալը, եթե ես մաքրում եմ այդ քաղաքը, ուրեմն իրավունք ունեմ խոսելու, որովհետև դուք չեք մաքրում։ Քաղաքապետարանը չի մաքրում, դուք գնացել եք Երևանյան լիճ եք մաքրել։ Եղել է պետական ծրագիր, ոչ։ Եթե այդ մարդն եկել է, այստեղ մաքրել է, տարբեր տարածքներ, տարբեր մշակութային իմիջիայնոց կոթողների հարակից տարածքներ, եթե մաքրել է, ուրեմն ինչ որ հարց բարձրաձայնելու իրավունք էլ ունի, ճիշտ չեմ ասում։ Այո, իհարկե, իդեպ գիտես ինչ կա, դա հնարավոր չի, երբ որ քեզ պետքա դու մարդուն օգտագործես, հետո երբ պետքա ինքը իր ձայնը բարձրացնի, դու ասես ձայնդ կտրի, դու ձայնի իրավունք չունես, եթե ինքը ձայնի իրավունք չունի, ուրեմն այդ մարդուն այստեղ մի օգտագործեք եւ դեն նետեք։ Եվ երկրորդ արդարության համար ես պետքա ասեմ, քանի որ խոսքը գնաց դու գիտես իմ բնավորությունը, ես որ հիշեցի, բաց չեմ թողնում։ Քաղաքապետարանը Երևանյան լճում շատ գեղեցիկ բարեկարգման աշխատանքներ կատարեց, այնտեղ այգիանման եւ ավելի մարզվելու հետ կապված հենց Երևանյան լճի մի կողմը եւ եթե չեմ սխալվում նման որոշում կա, որ ամբողջ Երևանյան լճի հարակից տարածքը այդ կլորը ամբողջը պետքա բարեկարգվի
Շնորհակալություն։ Ես չեմ խոսում նրա մասին, թե շնորհակալություն չեմ ասում, դա իրենց պարտականությունն է։ Հա, դե ինչքան գումար դուրս գրվեց եւ ինչ պետքա լիներ եւ ինչ եղավ, ես դրա մասին չեմ խոսում, այդ մենք բոլորս էլ գիտենք, որովհետեւ նույն հաջողությամբ Ավականին նկարել էր եւ գցել էր հաղթանակի ինչ որ այգում, ինչ որ տենց այգիներ էին վերանորոգել, որտեղ կան շատրվաններ, այդ շատրվանների մեջը դուրսը, այսպես հենց անցած տարի էին արել, դուրս էին գրել փող, այսպես պլոկված, սարսափելի վիճակ, այն որ ոնց որ տարիների վեր բացի թողի վիճակ լիներ, այդ վիճակն էր։ Ես իրականում չեմ ասելու շնորհակալություն արդեն իսկ, որովհետև հիմա ձևակերպում եմ հետևյալ կերպ։ Եթե լիներ այնտեղ իրականում ի սկզբանե, իսկապես պատասխանատվության զգացողություն, չլիներ այդ թալանը, ես կգնահատեի, բայց հիմա չեմ ասելու շնորհակալություն մի բան, որ իրենց պարտականություն է, որովհետև եթե տան մաման իր երեխուն կերակրում է, ես չեմ համարում, որ ինքը ավել բան անում, ինքը իր գործն է անում։ Այո, դա իր Ինքը պիտի անի։ Ուրիշ ձևակերպում չկա այդտեղ։ Պիտի, եթե դուք ասում եք երեխան պիտի գնա, տղան պիտի գնա ծառայի հանուն հայրենիքի, այդ մարդը գնում է ծառայում է, չէ՞, իր պարտքն է կատարում։ Դուք էլ ձեր պարտքն եք կատարում։ Ինչի պիտի ես ձեզ ասեմ շնորհակալություն։ Այդ դուք քանի զինվորի եք ասել շնորհակալություն։ Այսինքն հենց դրա համար էլ մենք Դուք ձեզ բերել վերցրեցիք 44-օրյա տղային, տարակ ծեծեցիք, չգիտեմ ինչ արեցիք, մի ամբողջ այնա թեժ վիճակ է ստեղծվել 44-օրյա Արցախցի պատերազմի մասնակից տղայի հանդեպ։ Եթե դուք այդ վերաբերմունքն ունեք, եթե դուք համարում եք, որ դա քո պարտքն է, դա էլ ձեր պարտքն է։ Հո ավել բան չեք արել, չեք եկել իմ տան համար մի բան արել, քաղաքում ինչ որ բան եք սարքել, այսքան տարվա մեջ։ Հա, ձեր քաղաքապետարանի գործառույթը հենց այդ է, դու պիտի գաս սարքես, չգիտեմ, թարմացնես, տնկես, մաքրես, ամեն Աստծո օրի միջայնոց։ Հետո մենք դրա համար վճարում ենք։ Այդ է քո գործը, այո։ Մենք վճարում ենք դրա համար, մեր հարկերով։ Ու շատ, այն որ բարձրացնում եք հարկերը, այն որ կոմունալները թանկանում են, այն որ մեծ խնդիրներ եք ստեղծում, այն որ, չգիտեմ, նորմալ այդ գծերը չեն երևում, բայց մենք այդ գծերի համար 160,000 դրամ վճարում ենք, բայց գործն է, պիտի անեք, այդ ով է ասել, որ պիտի շնորհակալություն հայտնեմ, չեմ էլ պատրաստվում։ Ես առաջարկում եմ հետայսու բոլոր շաբաթ կիրակիները, բայց նաև պահանջում եմ քաղաքապետարանից եւ առհասարակ Հայաստանի Հանրապետության կառավարությունից գնում եք ծառեր, մեծ լավ ծառեր, ամեն շաբաթ կիրակի կազմակերպում ենք շաբաթօրյակներ, կամ լավ շաբաթօրյակներ եւ գնում ենք բոլորս միասին ծառ տնկելու։ Ես օրինակ լավ առաջարկ եմ անում, ես այդտեղ եմ, ես գալիս եմ։ Ես մենակ իմ տեղը կարող եմ պատասխան տալ։ Ես գալիս եմ, եկեք գնանք ծառ տնկելու, մեռնում ենք արդեն, ոչ չկա։ Էլ ոնց ասենք։ Ասեմ ավելի դուք եք մեռնում, օդ չկա։ Դե կոտորվեցինք ասելով, այն օրը տեսանյութի մեջ էտել էր ասում, որ այսքան փոքրիկ եւ ոչ այդքան հայտնի աշխարհում երկիր ենք, որը տենց ձգտում է Եվրոմիություն, իբր տենց զարգացած ենք, բայց իրականում ասում եմ 10 առաջատար երկրների առաջին շարքերում ենք օդի աղտոտվածության բանով։ Իդեպ ես ասեմ, աշխարհում կեղտոտ քաղաքներից մեկը դա Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլն է։ Սեուլում օդի աղտոտվածությունը 120 տատանվում է մինչև 130, մեզ մոտ 187 էր վերջ տվյալներով։ Հա, այն 150-ը հիշում ես, որ մի անգամ ասացի, եւ ինքը իհարկե տատանվում էլ է ըստ եղանակի, սեզոնի եւ այլն, այո, ըստ օրվա ծանրաբեռնվածության։ Իրականում սա էլ մեր հանդրության համար իհարկե անտարբեր թեմա է, որովհետև իրենք համարում են, որ այդ թթվածինը, որ շնչում ես ու հիվանդություններ է սկսվում, իրենք համարում են, որ դա պիտի պոզով պոչով լինի։ Օրինակ, պիտի հայելու մեջ նայեն, տեսնեն մի հատ այստեղից բան է աճել, որ համարեն, որ դա ուղիղ ազդեցություն է ունեցել։ Ամենատարբեր հիվանդություններով դա երևում է։ Առաջատար ենք քաղցկեղում, որը անմիջապես կապ ունի դրա հետ։ Ալերգիաներում, շնչառական հիվանդություններում, սկսած օրինակ, որ շատ արագ մենք թոքաբորբ ենք ընկնում, սկսած նրանից, որ մենք ունենք համատարած վահանաձև գեղձի խնդիրներ, համատարած, էս էլի պետք է բժիշկները սպիտակ խալաթով գան ասեն, որ հավատակ։ Եվ իրականում էլի ու էլի առիթ կունենամ ասելու ամեն անգամ որևէ թեմա բարձրաձայնելիս, որ մենք սրան հասել ենք մեր հայի անտարբերության շնորհիվ։ Եվ եթե չենք ուզում, ոչ թե հասնենք սրան, այդ հասել ենք, անցել ենք, մի բան էլ արդեն խայտարակ վիճակում ենք, բայց եթե մենք ուզում ենք ինչ-որ բան անել, այդ անտարբերությունը պիտի փոխվի։